Եթե լսեին մեր հաղորդումները, պատկան մարմինները, առնվազն 2 տարի առաջ կարող էին անել այն, ինչ որ հիմա նախաձեռնում են, այսինքն խնդիրները, օրինակ, որ կար հայտարարագրման համակարգում, ինչ փորձում են այդ խնդիրները վերացնել, Էդվարդ ջան, մենք դրանց մասին առնվազն 2 տարի առաջ խոսել ենք ընտանիքի անդամների միջև փոխանցումների հետ կապված խնդրին, եթե կարգավորեին, ասենք ինձ թվում է քաոսը չէր առաջանա, ինչ որ հիմա մենք առնվազն տեսնում ենք, նույնն էլ խոսել ենք, որ էլի 2 տարի առաջ խոսել ենք նաև այն խնդիրներից, որոնք կային հայտարարագրման համակարգում, մասնավորապես ստորագրման հետ կապված խնդիրները, որ ինչ որ ձև լիազորվեր կամ որ մարդիկ ստիպված չլինեին ID քարտերը անել, այլ լիազորելով այդ հայտարարագրերը հանձնել, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով այն վիճակագրությունը, որ 2024 թվականի համար ներկայացվել է մինչ այժմ, իմ գնահատականն է, որ հաշվետու 2004 թվականի հայտարարագրման համակարգը զուտ ներդրման կարելի է գնահատել տապալված, որտեղ այն ցուցանիշները, ինչ որ հիմա առկա են, այսինքն 10 քանի տոկոսի կարգի են, իմ գնահատականը դա է, տապալված է, իսկ եթե այն խնդիրները, որոնց մասին մենք խոսում էինք 2 տարի առաջ, մեկ օր շուտ լուծելու դեպքում, սենց իրավիճակ չէր առաջանա ու իմ մոտ տպավորությունն է, թե կառավարությունը ամեն կերպ ձգտում է քաոս ստեղծել, հետո հերոսաբար այդ քաոսի մեջից դուրս գալ, ասենք, բայց այդ զուտ պետական ռեսուրսները են, Էդվարդ ջան, իմ ու ձեր վճարած կամ իմ ու մեր բնակչության վճարած հարկերի հաշվին, ստացվում է, որ վատվում է այդ ռեսուրսը ու չգիտես ինչի։ Եթե հնարավոր է մի բան ասվել է, այնպես չի, որ այդ հարցերի մասին մենք չենք խոսել, կարող եմ վերցնել ինձ ձայնագրություն նայել։ Խոսել ենք ազգային ժողովում, կարծեմ հանրային լսումների տեսակ ձևաչափով, խոսել ենք այս մեր եթերից, որը հասանել էր, կարող էին դիտել, նայել։ Հիմա եթե ես մի քիչ վատ եմ զգում, սենց իմ կարծիքն ամոթ է, որ մի բանի մասին 2 տարի խոսում ենք, 2 տարուց ավել, ու 2 տարի է անցնում ու այդ հարցը նոր են կարգավորում, հետո ասում են բանը, մինչև պրոբլեմը չլինի, չենք, ախր այդ պրոբլեմի մասին մենք վաղուց խոսել ենք։ Այնուամենայնիվ, բայց խնդրահարույց է այն հարցը, որ ասում է, եթե դուք չլրացրեցիք, համարում ենք լրացված։ Այս ինձ թվում է սահմանադրության հետ կապված է հարցեր կարող առաջանել, եթե անձը չի լրացրել անձամբ, ո՞նց կարող ես համարել քո կողմից, ասենք ներկայացված, ոչ ստորագրություն է ներկայացրել, ոչ բան է ներկայացրել, բայց այնուամենայնիվ այն խնդիրը էլի մնացել է, արտերկրում գտնվող հայտարարագիր ներկայացնող քաղաքացին չի կարող այս հայտարարագիրը լրացնել կամ մտնել նայել, առնվազն մտնել նայել, որտեղ ID քարտ չունի։ ID քարտ չունեցողը այս համակարգից ոնց որ չի կարողանում օգտվել։ Փայլակ ջան, ներողություն, որ ընդհատում եմ, որպեսզի հասկանալի լինի ասածդ մեր լսարանի համար մի փոքր քո թույլտվությամբ ներկայացնեմ ինչա նախատեսվում անել։ Ես հիմա կարդում եմ հենց նախագծով ինչա առաջարկվում անել։ Ու նախագծով նախ սահմանվում է, որ հարկային մարմնի կողմից կինքնա լրացվի հաշվարկը, չեմ հիշում ինչ տերմին է օգտագործվում, կնախալրացվի հաշվարկը հայտնի տեղեկատվության հարկային մարմնի համար հայտնի տեղեկատվության հիման վրա, ինչը նախկինում էլ էր այդպես։ Եվ ավելացվում է մի կարևոր էական մաս, նախագծով սահմանվում է, որ եթե քաղաքացին չի մտնում եւ մինչեւ վերջնաժամկետի օրը չի ստորագրում նախալրացված կամ իր կողմից փոփոխված հաշվարկի տարբերակը, ապա նախալրացված տարբերակով հաշվարկը ուրեմն ներկայացվում է։ Այսինքն ստացվում է այդ քո ասած իրավիճակը,
իմ կարծիքով շատ ունիկալ իրավիճակ եւ այստեղ հանճարեղ լուծում ենք գտել, այսինքն ներկայացված համարել, չներկայացված հաշվարկը։ Եվ իմ կարծիքով սա ուղղակի խուսանավվելու տարբերակ է, որովհետեւ մենք չասենք, որ շատ ճիշտ նկատեցիր, միանգամայն համաձայն եմ, որ ռեֆորմը կարելի է, այսպես կոչված ռեֆորմը կարելի է համարել տապալված, որովհետեւ չասենք, որ ռեֆորմը տապալվել է, նոր մոտեցում ենք կիրառում, չներկայացված հաշվարկը համարում ենք ներկայացված եւ ստացվում է, որ բոլորը ներկայացրել են հաշվարկները։ Էդվարդ ջան, մի բան քեզ հիշացնեմ նաև, նույն ազգային ժողովում, որ առնվազն 2 տարի, 3 տարի առաջ որ նոր ուզում էին ներդրեն, այսինքն նախագիծ կար, որի հրավիրված էին նաև իրար հետ էինք կարծեմ, հենց այնտեղ առաջի հարցը, որ առաջանում էր, երբ որ ասեցին հայտարարագիր պետք է ներկայացնենք, մենք ինքնալրացնելու ենք կամ ինքնալրացնելու ենք, ես հարց բարձրացրեցի, ասեցի ժողովուրդ, մեկը սենցն են, հենց այն տվյալները առնվազն եկամտային վերադարձ ստացողների դեպքում դուք բոլոր, եթե պետք է հավաքեք բոլոր տվյալները, մեկը բոլոր տվյալները ունեք։ Եթե այն նպատակը, որ ասում եք սոցիալական ծախսերի եւ այլի համար է պետք, այնա լրացրեք այդ մարդկանց համար, մի անունը դրեք հայտարարագիր լրացրել, նույնականացրեք, կարողանում եք այդ մարդկանց նույնականացնեք, միտեղ հավաքեք իրանց բոլոր եկամուտները, այլ անունը մի դրեք հայտարարագիր ներկայացնել, դուք ձեր համար հավաքեք այդ բազան պահեք, ձեր սոցիալական հարցերը դրանով լուծեք։ Ինչի եք անունը դնում, այսինքն եկան այն ելակետային կետին ըստ էության, որտեղ մենակ անունը դրվել է հայտարարագիր, այսինքն այն ինչ որ կար էլի հավաքելու են, մենակ ասելու են, էսի հայտարարագիր է, ուրիշ ոչ չի բան։ Այսինքն մենք վերադառնում ենք նախկինում գոյություն ունեցող ըստ էության, նախկինում գոյություն ունեցող կարգավորումներին, որովհետև բոլոր ժամանակներում, եթե քաղաքացին ուներ եկամուտ, որը պետք է հայտարարագրվեր եւ հարկվեր եւ որի դեպքում չկար հարկային գործակալ ու հարկային մարմինն էլ չէր տեղեկանում այդ եկամուտի մասին, ինքը այսպես թե այնպես պարտավոր էր ներկայացնել։ Հիմա ըստ էության ստացվում է նույն իրավիճակը, պարզապես անունը դառնում է եկամուտների տարեկան հաշվարկների ներկայացում եւ ինչ որ նոր տեսակի մի քիչ այլ ձևի հաշվարկ է դառնում։ Կարային անունը դնեին օրինակ ֆիզիկական անձի եկամուտների վերաբերյալ պետական մարմնից հավաքագրված տեղեկատվություն։ Այսինքն այդ նույնը, մի անունը դրել են հայտարարագիր։ Հիմա ինչ դա Այն որ ասում ենք, եթե հիշում եք Էդվարդ ջան, իրար հետ հիշում ենք, որ հարցը հետևյալն է, ես բազմիցս այդ հարցը հնչեցրել է, ասում էի, դե քանի որ 18 թվից խոսք եք տվել ոնց որ հայտարարագրման համակարգ դի ներդրեք, զուտ այդ որ խոստումը անունը դրած լինի, որ արել ենք, զուտ այդ նկատառումներից այն ժամանակ ազգային ժողովում եմ կարծեմ ասել, մենակ այդ դրա համար ասում եք, որ հայտարարագրման համակարգ ենք ներդրում, որտեղ ձեր այս հայտարարագրման համակարգը որևէ կապ չունի իրական հայտարարագրման համակարգի հետ։ Կարճ ասած, այս կիսատ մի բան վերցած հայտարարագրման ատավիզմն է։ Նախկինում մենք խոսել ենք այս թեմաների, որ ինչի ենք տենց կարծում, որովհետև շատ կիսատ է, բովանդակությունը հեչ կապ չունի աշխարհում ընդունված հայտարարագրման համակարգի հետ, առնվազն 50 հոգի են ժամանակ ազգային ժողովում հավաքվել են, որքան հիշում եմ բոլորը միաձայն ասում են, որ հայտարարագրման համակարգը այն չի, ինչ որ դուք առաջարկում եք։